Ողջույն 24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է բանաստեղծ Սուսիկ Արան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր կալվելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Զրույցը սկսենք Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի հղած ձայնագրությունից, ինչ կարևոր ուղերձներ կային, ինչը կառանձնացնեք դուք։ Առհասարակ երևույթը շատ ցավոտ ու ողբերգական է մեզ համար, ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլ մեր բոլոր ռազմագերիների, պատանտների առումով եւ հատկապես վերջին օրերին, քանի որ հացադուլ է հայտարարել Ռուբեն Վարդանյանը եւ բոլորիս մեջ օրորի ժամի ծանրանում է այդ ամպի պես, սև ամպի պես այդ չգիտեմ ցավը, թախիծը, աղամութը, խայտառակությունը, արժանապատվություն, վիրավորվածությունը եւ հերթական անգամ ցավով տառապանքով եմ նայել, կարդացել ուղերձից շատ ծանր է այդ մեծ մարդու վիճակը, մեծ բարերարի, մեծ ընդհանրապես ինքը մեծ մարդ է, մեծ երևույթ է, ամեն ինչ թողելով ինքը գնաց Արցախ հանուն Արցախի փրկության, զոհաբերեց ամեն ինչ եւ այսօր ինքն իրեն է զոհաբերում եւ այնտեղ շատ կարևոր էր, որ ոչ միայն այստեղ ես եւ մյուս 15 հոգին են դատվում, այլ ամբողջ հայ ժողովուրդն է դատվում, Հայաստանի Հանրապետությունն է դատվում, մեր պետությունը, պետականությունն է դատվում։ Եվ ինքն ասում է, եթե ձեզ թվում է, թե ինձանով այս ամենը կվերջանա, սխալվում եք, իլյուզիաներ մի ունեցեք, ավելի վատ է լինելու եւ Հայաստանի դեմ է ուղղվելու համար։ Որովհետեւ ինքը շատ լավ հասկանում է, հասկացել է, ով է թուրքը, ինչ բան է թուրքը, որը երբեք կանգ չի առնելու, որը երբեք կարմիր գծեր ինչ որ սահմաններ չունի։ Այստեղ եթե կան միամիտներ, որ մտածում են Թուրքիայի հետ խաղաղություն, Թուրքիայի հետ, չգիտեմ, ինչ որ բաներ զիջենք, տանք եւ ամեն ինչ լավ կլինի, սխալվում են։ Թուրքը այն կենթանին է, այն արարածն է, որ եթե բնաջնջեց ողջ հայերին, գերեզմաններից հիմա էլ է հանում ոսկորներ։ Դրանց հետ է հաշվի հարցեր տեսնելու։ Թուրքը երբեք չի հանգստանում, Թուրքը երբեք չի բավարարվելու։ Մենք լավ գիտենք նրանց ամբողջ Աթաթուրք, Գերի թուրքեր, նրանից առաջ Կարմիր Սուլթանը, մինչև, չգիտեմ, Էրդողան, բոլորն ասում են, չպետք է հայերն ունենան պետություն եւ պետականություն, չպետք է հայ էթնոսը լինի հայ աշխարհում։ Եվ այլն, նրանց նպատակն է գերխնդիրն է արտաքին ոչնչացնել հայկական այս մի փոքրիկ պետությունն ու պետականությունը եւ հայ էթնոսը ջնջել երկրի երեսից։ Եթե Հայաստանում ջնջեցին, անցնելու են արդեն դրսի աշխարհին։ Եվ դառնալով խոսքը ավարտենք Ռուբեն Վարդանյանի այդ ուղերձով, որ եթե չեք հասկանում ինչ է կատարվում Բաքվի բանտում այսօր, արդեն ողբերգություն է։ Այո, ասում է, սա մի փուլն է, սա ավարտը չէ։ Որովհետև փուլ առ փուլ մինչև մեր վերջնական ոչնչացմանը եւ բարոյապես ուզում է ոչնչացնել եւ ֆիզիկապես եւ որպես պետություն, պետականություն, մշակույթ, տեսակ ամեն ինչ անում է։ Այսօր ազերին ես նրա կողքը կանգնած իր մեծ եղբայրը թուրքը ուսին թփասնելով ասում է դեռ աշխատի, իմ փոխարեն էլ ես աշխատում, այսինքն Թուրքիան առաջ է մղել Ադրբեջանին, Էրդողան, Ալիևին, անք նույնական են եւ սա ուղղակի սրա այս ամեն ինչի դեմը մենք պետք է գիտակցենք ու կանգնենք ու առնենք։ Այլ տարբերակ չունենք։ Եւ առնել այս ամենի դեմ, ինչպես կանխել այս ամեն ինչը, կամ ինչ կարող է փոխել։ 7 տարի է մենք չենք կանխում։ 7 տարի տեսնելով Խոջանուն շատ լավ գիտենք, բացահայտված է։ Դա
Հեյդար Ալիևը կազմակերպեց Խոջալում, այնտեղ մարդասիրական միջանցքեր մերոնք թողել։ Ես ապրել եմ այդ օրեր, այդ ժամանակներն ամեն օրվա ինֆորմացիան ունեմ։ Նրանք դեմից եկող գալուց սպանել են եւ մեղքը բարթելով հայերի վրա, նույնիսկ կան դիակները, որ նկարված են, իրար կողք դրված են մի ժամանակ, ոնց են իրենք խեղել իրենց դիակները։ Եվ կարողացավ դրանով այդ փաստը օգտագործելով շահարկելով Հեյդար Ալիևը իշխանության գալ, Էլչիբեից խլել իշխանությունը։ Այսինքն Ադրբեջանում ասացին, մի գյուղում մի 25-30 ադրբեջանցի են սպանել հայերը, այդպես էր ինֆորմացիան։ Ու իրենք չներեցին Էլչիբեին, կանգնեցին եւ իշխանափոխություն արեցին։ Մենք անverջ հանդուրժում, մերը համբերություն չի, մերը չգիտեմ ինչ է։ Մեկ ամիս առաջ դարձյալ խորհրդանում հարցրեցին, չէ։ Մենք տաղավարում 2 ամիս առաջ խոսում ենք այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է արձագանքեր եւ արձագանքեց, ասաց՝ «Բեր բոլոր փաստաթղթերը»։ Այդ թվում նաեւ այո 2019 թվականին թե ինչ առաջարկ փաստաթուղթ են դրել քո դիմաց, որից հրաժարվել ես։ 19 թվականին ասվել բանակցությունների սեղանին չկա փաստաթուղթ, Նիկոլա։ Հրաժարվում, ժխտում էր։ Մոտ 1 ամիս առաջ խորհրդարանում, երբ նույն հարցը տվեցին, ասում են կար, բայց իմ անունով չէր, վերևում գրված էր Հայաստանի նախագահին եւ Ադրբեջանի նախագահին։ Ես վարչապետ եմ, ես նախագահ չեմ։ Այսինքն այդ առաջարկներ, այդ գրավյալ տարածքներ կոչվածները տալիս էր նորից ռեֆերենդում, ինքնորոշում եւ ոչ մի պատերազմ չէր լինում Արցախի հարցը, այսպես թե այնպես լուծված էր, ինքնորոշման հարցներ, խնդիրներ դրված։ Բայց դու այդ ամեն ինչից հրաժարվեցիր եւ տարար պատերազմի 5000 զոհերի։ Որերորդ անգամ ինքը ստիպված խոստովանում է իր արածը։ Բայց մեր հասարակությունը, ինչպես ասում են, անշարժելին չի շարժվում, հա, անհնար է շարժել մեզ։ Բոլոր մեր սրբությունների վրայով անցել է։ Բոլոր որ շոկի մեջ ենք, չէ՞, ցեղասպանություն, որ մեզ թվում էր կարմիր գիծ է, ոնց թե որևէ մեկը։ Չգիտեմ Արարատ լեռ, չգիտեմ քո պատմական հայրենի, քո հիշողությունը պատմական ամեն ինչ տրորեց։ Չէ, այստեղ ես չգիտեմ ներողություն մենք ողջ ենք թե մեռած։ Նույնիսկ չգիտեմ քո թշնամին է զարմացել։ Ասում է ես չէի պատկերացնում, որ Ալիևն ասել հայերն այդքան այդպեսին կլինի, ես նրանց պատվախնդիր ժողովուրդ էի կարծում եւ այլն։ Ես չգիտեմ էլ ինչ է պետք է լինի։ Էլ ինչ տեզերական ցնցում լինի մեզ համար, որ ի վերջո դիտակցենք մենք կործանվում ենք։ Մենք այս ընթացքով, չգիտեմ, մեզ կա 6 ամիս, 1 տարի, 1.5 տարի։ Ինչքան։ Լուծումը միայն իշխանափոխությունն է, կարծում եք։ Իշխանափոխություն եւ որից հետո լինի կայունացում մինչև գոնե սեղացը պահպանենք։ Գոնե չկորցնենք, չէ՞ որ 3 առաջ օրը ինչ որ գազամուղի բացում դեպի Նախիջևան, այնտեղ նորից Անկարայից հայտարարեց հայերը ասին գրավել են Խորհրդային Միությունը մեր պատմական Զանգեզուրը նվիրաբերել է հայերին, Հայաստանին, մենք պետք է ետ ստանանք մեր պատմական հողերը։ Այսինքն, գիտեք ինչպես է, այն ինչ պատմության մեջ իրական տեղի ունեցել, շրջած մեր դեմ են իրենք օգտագործում։ Պատմական Արցախը, որ բռնակցվել է, պատմական Նախիջևանը, որ բռնակցվել է, խնդրեմ Թուրքմենչայի պայմանագիր կա 1828 թվական, հատկապես շեշտված է Երևանը, Նախիջևանը, Հայաստանի մասը։ Թուրքմենչայի պայմանագիր թող բացեն կարդան, ովքեր կասկածում են։ Այդ ամենը հիմա մեր դեմ հակառակ կերպով օգտագործում են։ Մեզ ցեղասպանել են, ասում են մենք ենք ցեղասպանել։ Երբ դու նահանջում ես կասկած ես ենթարկում ցեղասպանությունը, հայոց ցեղասպանություն, որը մեծագույն խայտառակություն է, Լեմկինի ինստիտուտը արդեն 2-3 անգամ բողոքել է։ Եվ ուզում եմ շատ կարճ հիշեցնել, որ ցեղասպանություն եզրույթը Լեմկինը հղացել է
այսպես ասած ստեղծել է հաշվի առնել, որպեսզի բնորոշում տա հոլոկոստին եւ հայոց ցեղասպանությանը, հայկական եղեռնին, նաեւ ասորիների, այսինքն հիմքում 48 թվականին, որ բանաձևը վերջնական ընդունվեց ՄԱԿ-ում, հայոց ցեղասպանությունն է։ Դու հիմա եկել գրողը տանես, ինչ է կատարվում։ Եվ դու եթե նահանջում ես դրանից, այսօր արդեն Թուրքիայում լրագրողը կանգնած քարտեզի առաջ մեզ լացակումած ցուցաբայթով ցույց է տալիս։ Տեսեք, սա Վանն է, Վանում մեզ թուրքերին ցեղասպանել են հայերը։ Սա Էրզրումում հայերը ցեղասպանել են թուրքերին, Կարսում հայեր, ամբողջ այն տարածքներում մեր պատմական հայրենիքի, որ ցեղասպանվել ենք մենք, նրանք ներկայացնում են, որ մենք ենք ցեղասպանել։ Այո, հայերի կատարած ցեղասպանության արդյունքում հանկարծ ստեղծվեց մեծ Թուրքիա եւ մի փոքրիկ Հայաստան, հա։ Սա է, երբ դու նահանջում ես, զիջում ես, հետ քայլ ես անում, նա օգտագործում է քո դեմ։ Սա այսօր սա է գնաց կատարվում, մեզ ներկայացնում են աշխարհում ցեղասպանվածին ցեղասպան են ներկայացնում։ Իհարկե ամոթ է, որ երրորդ անգամ ենք գոնե Արցախում չպետք է ցեղասպանվեինք։ Մենք էլ ցեղասպանությունների ներողություն կոլեկցիա ենք հավաքում։ Շատ ներողություն որևէ հանկարծ վիրավորանք չեմ թողնել, ուղղակի խայտարակություն է մեզ համար։ Դա պատմության մեջ դու քանի անգամ կարող ես ցեղասպանվել։ Հələ մի հատ նայ, քանի հատ ցեղասպանություն ունես։ Կարճ ժամանակահատվածում։ Հա, լավ, երբ ենք ուշ չի գալու, երբ ենք հասկանալու, երբ ենք գիտակցելու, ինչը որ կարողանանք մենք մեզ ուղղակի պահել եւ պահպանել ընդհանրապես։ Ռուբեն Վարդանյանը ըստ էության նաև ասում է, որ ինքը հացադուլ իրականացրեց, որպեսզի նաև արթնացնի այն անտարբերությունից, որի մեջ մարդիկ կան, եւ առհասարակ նրա այդ քայլը կարծես բոլորին, ոչ թե կարծես, այլ բոլորին համար արվող գործընթաց է, որպեսզի ուշադրությունը մարդկանց բևեռի հենց այն իրականության վրա, որը կա Բաքվի բանտում։ Առհասարակ հասարակության մոտ ինչ կարծում եք տրամադրություններ են այս առումով, որովհետեւ երբեմն մեկ մեկնաբանությունների տեսքով այնպիսի հակասական հայտարարություններ ենք տեսնում, որ զարմանալի է ուղղակի։ Գիտեք, Սիամանթոն այսպեսի տող ունի, ով մարդկային արդարություն, թող որ ես թքնամ քո ճակատին։ Ռուբեն Վարդանյանն իրեն զոհաբերում է ուղղելով մարդկային արդարության, ուղերձելով մարդկային արդարությանը, բարոյականությանը, մարդկության խղճին, թե ինչ է կատարվում։ Սա ինչ ասեմ, բերանձնյա զոհաբերություն է։ Սա ուղղակի հրեշտակի հատկություններ ունեցող զոհաբերություն է։ Ես չեմ ուզում աստվածային բառն օգտագործել, մարդը ինքն իրեն զոհում է հանուն ինչի։ Հանուն ողջ մարդկության այդ խիղճ արթնացնելուն, ուղղելուն, նայեք ինչ է կատարվում։ Ինչ կատարվեց Արցախում էթնիկ զտում, ցեղասպանություն եւ այլն, մի ժողովուրդ կանգնել 30-35 տարի ինքնորոշման հարցեր բարձրացրելու, այսօր նրա այսպես ասած լիդերներին, ղեկավարներին տարել են եւ դատում են ու աշխարհը նայում է անտարբեր։ Բայց ինչու երբ աշխարհն էր հավաքվում եւ նրանց հարցը քննարկման առարկա դարձնում, ասում են, որ ուժի լեզվով այս հարցը չպետք է լուծվի, գնում էին նրանց հետ, էին հանդիպում որպես Արցախի ղեկավարություն եւ հիմա նրանք բանտում են եւ լռություն է։ Ինչու է լռություն նաեւ։ Ինչու այսքան ասում են Հայաստանի իշխանությունը, կառավարությունը ձայն թողանի, ինչու չի հանում։ Չի կարող հանել։ Ինչու չի կարող։ Ինքն իրեն այդ իրավունքից զրկել է եւ աշխարհին է այդ իրավունքից զրկել։ Մեկ փաստ կա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։ Մեր ժողովուրդը չի հասկանում շատերը, ինչ բաներ ճանաչեց, ոչ։ Այսինքն մեզ հայտարարեց ագրեսոր, մեզ հայտարարեց ֆաշիստական երկիր։ Եվ Ադրբեջանը փակեց Լաչինի ճանապարհը, ասաց, եթե իմ տարածքն է, այստեղ կան անօրինական զինված խմբավորումներ, ահաբեկիչներ են ես,
հակահաբեկչական գործողություններ եմ իրականացնում Հիմա նրանց մեղադրանքները հենց այդպես այո, եւ ձերբակալություն են արել։ Այդ ամբողջը գալիս է այնտեղից, որ ճանաչել է։ Ինքը չի կարող Նիկոլն ասել ինչ եք անում։ Ասում դու ես ճանաչել արա։ Դրսից էլ չեն կարող ճանաչել է, ինչ ասեն։ Հասկանում եք, այսպես իրավական դաշտում գործելու հնարավորությունը, այսպես լկտի ու ցինիկ գործելու հնարավորությունը Ալիևին տվել Նիկոլ Փաշինյանը։ Մեր ժողովրդի լուր համաձայնությամբ, մեր ժողովրդի տված քվեով, ես ժողովրդին չունեմ դատելու։ Մեկն էլ լինի դատի։ Բայց ժողովրդին միշտ արդարացնում եմ Ադրբեջանի կազմում 2021 թվականին։ 2021 թվականին չէր ասում, որ պատերազմից հետո մնացած տարածքները գնալու եմ եւ ճանաչեմ Ադրբեջանի կազմում։ Բայց ասում էինք, չէ՞ մարդկանց Շուշին ու Հադրութը, հակառակը դա էր։ Ես մյուսները նստած ասում էինք այս հարցազրույցներում, ժողովուրդը անելու է, կործանելու է, մին տրեք։ Հիմա էլ ասում ենք, այս եղածն է կործանելու։ Էլի տեղ չի ասնում։ Դիտեք, ասում է հայի վերջի խելքը իմը լինի, իբր թուրքն է ասում։ Երբ ամեն ինչ վերջանում է, նոր հայը մտածում է, որ այսպես պետք է անեի։ Սա է ամբողջ խնդիրը։ Այդ ճանաչելով բոլորի ձեռքերն ու բերանը կապել է Նիկոլ Փաշինյանը։ Եվ նաև իր բերանը, իր ձեռքերը, իր կառավարությունը եւ աշխարհի։ Սա է։ Դու ոնց ես ճանաչում պատմական Արցախ նահանգը, որ 3500 տարի ամենակիչը հայերով է բնակեցված, ամբողջ հայկական մշակույթն է, ամբողջ հայկականը դու գնացել, ինչպես Լուկաշենկոն էր ասում, ով է լեզվից հետ քաշել։ Եվ Մակրոնի ու Միշելի քավորությամբ։ Եվ ասում եմ Մակրոնը թող մեյմունություն չանի, որից հետո Հագարեի կամուրջ էր ուղարկում բեռնատարներ վրան Արցախ գրած։ Նույն Մակրոնն է, որը նստել 4-ով են եղել։ Փաշինյան, Ալիև, Մակրոն, Միշել։ Ինչի մասին է խոսքը։ 4-ն էլ հանցագործ են։ Եվ հիմա կարող է չասեն, այ Ֆրանսիայի դեսպանը որ ասում էր։ Ասում է Ալմատայի հռչակագրը նա պաշտպանում էր իր Մակրոնին։ Եթե պատմությունը գրվելու է միևնույնն է այսօր չէ վաղը, որ ինչ է տեղ ունեցել։ Մակրոնն էր նաև ստանձնել գործընթացի։ Այո, գրվելու է պատմությունը։ Նրանք մնալու են հանցագործներ։ Ինչ ուզում է լինի։ Այսինքն ձախողվեց ըստ էության այն պլանը, որը կար, երբ Փաշինյանին համոզել էին կամ այսպես վստահեցրել էին, որ գնա եւ Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, որպեսզի Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29743 քառակուսի կիլոմետր, որը այդպես էլ չեղավ։ Արդյունքում Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում։ Չէր լինելու։ Եվ հայաթափվեց։ Ուղղակի Նիկոլը կարճմիտ ուղղակի այդքան զարգացած չէր, որ հասկանար չի, դիմացը Թուրքիա կանգնած։ Թուրքին երբեք չեն վստահում։ Դե թող ճանաչեր։ Շարլ Միշելը փրփուրը բերանը գոռում էր Գրանադա ինչու չեկար, ինչու չճանաչեցիր եւ այլն։ Ինչու պետք է գա, ինչու պետք է ճանաչի։ Դա թուրքն է, խափեց գցեց բոլորիդ։ Ուղղակի դու հայ լինելով հանդերձ չպետք է խափվեիր ու գցվեիր։ Հասկանայիր ինչ է կատարվում։ Որ հիմա նույն 1920 թվականներ 18 թվականներ Կարսը տվեք խաղաղություն կլինի, Ալեքսանդրապոլը տվեք խաղաղություն կլինի, բայց ինչու չեղավ։ Հա հիմա Վանը Արցախը որ տանք, ամեն ինչ լավ, բայց ինչու՞ չէ, հիմա Սյունիքն է ուզում, Գեղարքունիքն է ուզում, Տաուշն է ուզում, վերջո Երևանն է ուզում, մեր Երևանը սահման չկա, կանգնել չկա, անվերջ տանելու է։ Դու ում ես վստահում։ Դու այդքան չես հասկանում, եթե չես հասկանում, չես եկել պետության ղեկավար։ Դու եթե չգիտես քո թշնամուն, թշնամուդ հոգեբանությունը, թշնամուդ քայլերը, որը ինչից հետո է տանելու։ Դու ինչու ես այդ ամենն նստել այդ աթոռին եւ մի ամբողջ երկիր ու մի ամբողջ ժողովուրդ, որը հազիվ կարողացել էր հասնել պատմության մեջ այսօր այս մի փոքր տարածքին, դա ինչու ես ոչնչացնում։ Ինչու նույն հետևողականությամբ հիմա չեն պահանջում նույն Ֆրանսիան եւ Եվրամիությունը, որպեսզի Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանը ճանաչի։
Հախ իրենց պետք չի, մենք պետք է դրան տեր կանգնենք։ Մենք Չէ, տեր բայց չենք իրենք կանգնում։ վստահեցրել են, չէ, որ ճանաչիր Արցախ-Ադրբեջանի կազմը, որպեսզի Հայաստանը ապահովագրես վտանգներից։ Ինչու՞ չի ապահովագրվում Հայաստանը վտանգներից։ Եվ երբեք էլ չի ապահովագրվել։ Նրանք որևէ երաշխիք չեն տալու մեզ։ Նրանք խոսում էին, ասում էին, ուղղակի Արցախը ճանաչել տվեցին, այդ խնդիրը լուծեցին, որպեսզի ռուս խաղապահները դուրս գան այնտեղից, չգիտեմ իրենք ինչ հաշիվներ ունեին։ Իրենց հաշիվները մաքրեցին, դե հիմա էլ լավ է, Սյունիքն էլ կվերցնեն, կբերեն թուրքական զորքը կկանգնի, իսրայելականը կկանգնի Իրանի դեմ, նաև Սյունիքը հանձնելն է նրանց սրտով, այսինքն մենք պետք է պահենք։ Դե բայց հիմա ամեն ինչ արվում է, որ պահվի ըստ էության։ Ինչ է ասում, ինչ է Փաշինյանը արվում։ դա է ասում։ Ասում է բոլոր ճանապարհները բաց են, համեցեք։ Բոլոր ճանապարհներով եկեք, մտեք, ինչ ուզում եք։ Սա էլ է երևի միամտաբար կողինկա ստանում է։ Ասում է ամեն ինչ տվել եմ, տալիս եմ, էլ ինչ եք ուզում։ Էլի Ադրբեջանն ասում է չէ։ Ասում է լավ, ամեն ինչ որ ճանապարհով ոնց ուզում եք եկեք, մտեք, գնացեք, ինչ ուզում եք արեք։ Ձերն է։ Էլ ինչ եք ուզում, էլի դժգոհ Ադրբեջանը, ասում է չէ, համաձայն չեմ։ Լավ, ինչ ես ուզում։ Տեսնում եք, չէ, բացահայտ ինքը ասեց։ Արմեն պրեսում, 4 հոդված եւ այլն, հա։ Էլի չէ։ Ուղղակի այստեղ մենք ոչնչանանք, վերջանանք։ Սա է Ադրբեջանի ուզածը։ Այստեղ էլ գրվի Ադրբեջան Հայաստանի վրա։ Հիմա ամբողջ Արցախում քերում է մշակութային շերտը, հայկական մշակութային շերտը Արցախի հողից։ Ինչպես Նախիջևանում։ Հիմա որ գնաս Նախիջևան, որևէ հայկական բան չես գտնի։ Անկամ Նոյի դամբարանն են, չէ, Նոյի երեզմանն են քանդել, ուրիշ սարքել եւ այլն։ Ամեն ինչ Նախիջևանում։ Խաչքարերներ, ամեն ինչներ վերացրեցին, նույն հիմա անում են Արցախում եւ անելու են Հայաստանում։ Գիտեք ինչ, եթե մենք տեր չենք կանգնում մեզ, աշխարհն ինչու պետք է տեր կանգնի։ Ինչպես պետք է տեր կանգնենք։ Նկատի ունեք իշխանափոխություն արվի, ժողովուրդը դուրս գա պայքարի իր իմբոստությունը հայտնի։ Դա վաղուց պետք է արվի։ Դա շատ ուշ է արդեն, վաղուց պետք է արված լիներ։ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո դա պետք է արված լիներ անմիջապես։ Եվ մենք այսօրը չէինք ընկնի։ Գոնե կարողանայինք պահպանել այն, ինչ կար նոյեմբերի 9-ով։ Ինչ նշված էր այդ համաձայնագրում։ Չէ՞ որ որևէ կետ չի պահպանվել, որևէ բան չի արվել։ Հիմա դուք տեսնում եք իշխանափոխության հնարավորություն մինչև ընտրություններ, որովհետև ընդդիմադիր ուժեր կան, որոնք պատրաստվում են ընտրությունների, կարծես թե այլևս հույս չունենալով, որ հնարավոր է առանց ընտրությունների Փաշինյանին հեռացնել։ Փաշինյանին հեռացնելը շատ հեշտ է, պետք է ժողովուրդը կանգնի։ Բայց ժողովուրդն էլ չի գտնում վստահելի մեկին, ով ասպարեզ է գալիս, ժողովուրդը չի ուզում, մերժում է։ Եվ այսօր ընդդիմությունն է իրար ուտում, իրար քրքրում։ Ես ասել եմ մի ամիս ու կես առաջ, որ 3 նախագահներին այս պահին կուզենայի այս ծանր վիճակում կողքի տեսնել, իրար հետ գործելիս։ Գային, կանգնեին հրապարակում կողքի, ասեին ժամանակավոր կառավարություն ենք ստեղծում, 1 տարի, 1.5 տարի մինչև ընտրությունների հերթական օրը, ամիսը, ու գործեին, փորձեին կայունացնել։ Մեկը Իրանի հետ հարաբերություններով կարող էր, մյուս նախագահը Ռուսաստանին, մյուսը Արևմուտքի եւ այլն։ Ընտրություններին էլ թող իրենց ուժերը մասնակցեն, իրենք չմասնակցեին։ Ասեին մենք սա անում ենք, որպեսզի չկործանվի Հայաստանը եւ ընտրությունների ժամանակ դուք ընտրեք ձեր ուզած քաղաքական ուժին եւ այլն։ Մենք չենք մնալու գնալու ենք, այս 1.5 տարին է։ Ու տեսնեք ժողովուրդը ոնց կվստահեր իրենց։ Տեսներ որ ազնիվ են իսկապես ուզում են երկիրը կայունացնել, երկիրը ամրացնել, չկործանվի, չկորի, ոչ թե գալիս են ուղղակի վարչապետ կամ չգիտեմ նախարար լինելու համար ու հիմա էլ իրար են ուտում։ Լավ, ինչ եմ ասում, մեկ ժողովրդի այդ անտարբեր, բայց նաև արդարացում ունի ժողովրդի այս վերաբերմունքը վարվելակերպը։ Եվ նայում է սա է ընդդիմությունը։ Ոնց վստահի, ինչ վստահի։ Հիմա թիվ 1 հարցն է դարձել, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին։ Հայ ժողովուրդը։ Որևէ մեկը կարող է ինձ կասկածել։
Դե մեղադրում են 18 թվականին լավ, Պողոսը բերեց, բայց 21 թվականին ով ընտրեց։ Լավ, 18-ը մի կողմ, 21 թվականին ով ընտրեց։ Մաքուր քվեով 54% ձայն է հավաքել։ Ով բերեց, ով տարավ։ Հիմա կարևոր է ով բերեցը 2018 թվականից արդեն 6-7 տարի անցել։ Դա է կարևոր, թե ով է հեռացնելու Փաշինյանին։ Այսօր եթե չի Փաշինյանը իշխանության են, դրա ամեն ժամը երաշխավորված է մեր ժողովրդի կողմից։ Ոչ մեր ժողովրդի կողմից է երաշխավորված։ Եկեք ուղիղ խոսենք։ Դա ցանկացած իշխանության ուժ ժողովուրդն է։ Եթե ժողովուրդը հանդուրժում է, հա բոլորը դժգոհ են, ուղղակի դժգոհ են։ Մեկը դժգոհ է, որ իր առևտուրը լավ չէ, օրենքները, հարկերը, մյուսը եւ այլն, բայց կարծես այնպես դժգոհ չեն, որ Արցախ են կորցրել։ Չգիտեմ որքանով են դժգոհ այսօր մեր ռազմագերիներին, պատաններին Բաքվի բանտում տեսնելով։ Այո, ցավ է բոլորը, բայց բոլորն են այդպես, հա։ Չգիտեմ, սա է որևէ ընդվզում, որևէ դրսևորում, որևէ կամային հատկանիշ չի երևում այսօր։ Չկա, ուրեմն հայ ժողովուրդն է բերել եւ հայ ժողովուրդն է պահպանում։ Եկեք անկեղծ խոսենք, միմյանց չխաբենք, մենք հայրս սիրում ենք իրար խաբել։ Հիմա շարունակում են նույն այդ ժողովրդական այդպես պաշտպանությունը Փաշինյանի նկատմամբ կարծում եք եւ իսկապես ունի նույն աջակցությունը Փաշինյանը։ Գիտեք ինչ, եկեք հասկանանք, որն է Ակնհայտ է նաեւ, որն է պաշտպանությունը, որն է չպաշտպանությունը։ Մի հատ եկեք հասկանանք, որն է։ Ցանկանում են Փաշինյանը։ Պաշտպանությունը այն է, որ ինքը իշխանության է, չպաշտպանությունն այն է, որ ինքը իշխանության չէ։ Դե բայց ինչ պետք է աներ ժողովուրդը։ Եթե 1-2 անգամ բողոքի ակցիաներ է իրականացվում, հետո մարդկանց տուն են ուղարկում։ Ահա, դե ուրեմն դա էլ է ես քիչ առաջ ասացի։ Չկա Հայաստանում այսօր վստահելի քաղաքական ուժ։ Կա քաղաքական մտքի, կարողության ճգնաժամ։ Մենք չունենք այնպիսի ընդդիմություն, որին կարողանան վստահել մարդիկ։ Եվ իշխանությունն էլ սա է։ Ուղղակի անverջ Նիկոլի Վարդագույն երազն է, որ տանի դեպի Թուրքիա Հայաստանը, Թուրքիան ասում է ստոպ, ուր ես գալիս, արա, դու այդքան չկաս ես քեզ հետ նստեմ, գնա Ադրբեջան դեպի։ Դու այդքան չկաս, որ գաս իմ, այսպես ասած, 1000 ներողություն տակը, մտի Ադրբեջանի տակը։ Մենք բավականին երբեմն այսպես սուր ենք արձագանքում, որ ընդդիմության մեջ վեճեր են լինում կամ այսպես տարաձայնություններ, մեղադրանքներ փոխադարձ, բայց այսպիսի մեկնաբանություն էլ կա, որ հասկանալի առաջիկայում ընտրություններ են եւ բնական է, որ ընտրություններից առաջ պետք է այսպես քաղաքական ուժերի մեջ պայքար ընթանա եւ պետք չէ այդքան ցավագին ընդունել։ Դե մենք տեսանք նաեւ Երևանի ընտրությունները, Երևանի քաղաքապետի։ Հիմա առաջիկայում Գյումրիի քաղաքապետի ընտրություններն են 23 օրից։ Շատ բան ցույց կտա Գյումրիի ընտրությունները։ Սա ուղղակի ազդակ է լինելու։ Ես չգիտեմ ինչպես է լինելու։ Եվ որքան էլ փորձեմ Վարդագույն կաս սև նայել, շատ դժվար է հայերին, հայ ժողովրդին կանխատեսելը։ Այո, Գյումրին գրեթե լքված քաղաք է համարվում, ահավոր վիճակ է, մարդիկ շատ դժգոհ են եւ այլն, բայց ես չգիտեմ ինչ կլինի։ Եթե Գյումրիում իշխանությունը վերարտադրվեց, ուրեմն այս ընթացքով գնալու է, ասենք ինչպես Երևանում կոալիցիայով։ Եթե ոչ, արդեն չգիտենք ինչ սցենարներ կլինի, ասենք ձերբակալը, ինչպես Մամիկոն Ասլանյանին ձերբակալեցին հաջորդ օրը, ընդվզում կլինի, պայթյուն կլինի, թե օրվա վերջում կտեսնեն, որ չեն հաղթում, կկասեցնեն, ինչ որ բունտ կսարքեն, չգիտենք ինչ կլինի, բայց այդ օրը Գյումրիի ընտրությունները շատ կարևոր են։ Ցույց է տալու, թե վաղը ինչ է լինելու, մարտի 31-ին ինչ է լինելու Հայաստանի, այսպես ասած, ճակատագիր ընթացքը, ինչ ճանապարհով է Հայաստանը։ Ցույց է լինելու, թե 2026 թվականին ինչ է լինելու։ Այդ օրը ցույց կտա, մինչև 2026 թվականի ընտրություններ կհասնենք, չենք հասնի։ Մենք դեռ չգիտենք ամսի 30-ը մինչև ինչ կպատահի մեզ հետ։ Պատերազմ կլինի, թե չի լինի։ Ադրբեջանը բացահայտ պատերազմի է պատրաստվում։
զրավարություն եւ այլն, հիմա էլ հոխորտում է ամեն ինչ, դե մեր բանակն էլ բալեբոլ է խաղում, վերջում էլ գնդակը նվեր է տալիս Սուրեն Պապիկյանին։ Մենք չգիտենք ինչ է, այնպեսի մի վիճակ է Հայաստանում, որ ամեն օրը վճռորոշ ու ճակատագրական է եւ անկանխատեսելի է։ Ինչ կկատարվի, ինչ կլինի։ Սպասենք ամեն դեպքում Գյումրիի ընտրությունների արդյունքներին։ Այո, այդ օրը Գյումրին շատ բան ցույց կտա։ Գյումրին ինքը ոչ միայն լակմուսի թուղթ է, այլ վճռորոշ է։ Անկախ ելք, ես չգիտեմ ինչ ելքել, անկեղծ եմ ասում, որքան էլ ասեմ, այո, ես գյումրեցիներին շատ սիրում եմ, շատ հարգում եմ, շատ հավատում եւ վստահում եմ իրենց կամքին, ինչպես իրենք են սիրում ասել իրենց թասիբին։ Բայց քաղաքապետի պաշտոնակատարը իշխող թիմից է։ Սա եւս այսպես հա դե ընտրությունը որ բաներ time press էր ինչ էր հա մի կողմ հիմա այդ օրը ցույց կտա դե բայց նա շարունակում է ղեկավարել հա եւ ունի լծակներ իր ձեռքի տակ հնարավորություններ ինչքան էլ լծակու հնարավորություն ունենա Գյումրիի բնակիչները եթե մեծ մասնակցություն ունենան ընտրություններին ասենք մարդիկ գիտեմ սոցիալական ցաներ վիճակից եկել են Երևանում են աշխատում եւ այլն իրենց տուն տեղը թողած լավորից չի այդ օրը գնան քվեարկեն եւ իրենց ուզած տեխնացուին ընտրեն եւ պահեն ես չգիտեմ ով կլինի իշխանական թևից թե ընդդիմությունից թե ով կլինի այդ օրը շատ բան է ցույց տալու այդ օրը ասում եմ ցույց է տալու թե մարտի 30-ից հետո ինչ ճանապարհով է ընթանալու Հայաստանը որովհետև այնտեղ եթե իշխանափոխություն եղավ դոմինո էֆեկտով լինելու է եթե մնաց այս վիճակը մնալու է չգիտենք ինչ կլինի թշնամին արդեն ինչ կորոշի մենք ուր կգնանք սահմանադրություն կփոխենք եւ այլն ասում են Ադրբեջանի պահանջով չի բայց նրանց Հաջևներով էր վերջերս հայտարարեց, որ այո մենք սահմանադրության փոփոխությունը քննարկել ենք Հայաստանի հետ, իրենց սահմանադրության փոփոխությունը։ Իրանք են Ադրբեջանն է հայտարարում։ Այստեղից սրանք խափում են ամեն օր, բայց երբեմն ճիշտ ինֆորմացիա տալիս են մեզ Ալիևը կամ իր այսպես արբանյակները ադրբեջանական կողմից մենք ավելի ճիշտ եւ հստակ ինֆորմացիա ենք ստանում մեր կառավարության ամեն վարքյան խափեությանը ի հեճուկս։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս բանաստեղծ Հուսի Կարաներ, շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։